Մեզ է միացել Բաքրատ Էստոկյանը, Ակոս թերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր, բարև ձեզ Բաքրատ։ Բարև ձեզ, բարի աշխատություն։ Իրանական պատերազմում Թուրքիան այսօրերի ամենազգուշավոր պետությունն է։ Ինչով է դա բացատրվում, Բաքրատ։ Դակավին պատերազմը չփրկած արդեն Թուրքիան որոշ հերավորություն բահեց, չեզոքություն բահեց եւ միշտ թելադրեց, որ խնդիրը լուծում կգտնե դիվանագիտական եղանակով, բայց այդպես չստացվեց։ Իրան եւ Միացյալ Նահանգներ միասնապար հարձակեցան եւ պատերազմ փրկեց։ Պատերազմ փրկելն վեճն Թուրքիա շարունակեց իր այդ դիրքը, նույնիսկ Թուրքիան միշտ միջնորդի թերագադարություն ունենալ ցանկացավ, վերջին տարիներուն այդ ցանկությունը միայն հոս չէ, Գազայի խնդրին մեջ ներկայացած էր, բայց կողմերը շատ ցանկություն չունեցան եւ չիրականացավ Թուրքիո միջնորդությունը, բայց այս խնդրի մեջ հատկապես համառորեն թեմ ելավ զինյալ միջամտության։ Ինչից է խուսափում Թուրքիան։ Կարծիք կա, որ Թուրքիան խուսափում է քրդական հարցի բռնկումից։ Այո, արդեն Իրանի կողմը նախքան պատերազմը, նախքան զինյալ միջամտությունը զգուշացած էր, ասելով, որ այս պատերազմը եթե սանձազերծվի, գրնալալ, որ բոլոր դարածքը գրագի մեջ մնա։ Թուրքիան այդ մտահոգությունը ունի, ինքը դարածքաշրջանի մեջ հատուկ թիրք ունի, մեկ կողմեն ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մյուս կողմեն մահմեդական երկիր է, ժողովրդի հակումներում մեջ հակաամերիկյան հոսանքը շատ ավելի բարձր է, հակաիսրայելյան եւ հակաամերիկյան ժողովրդի զգայունությունը շատ բարձր է, հետևաբար այս բոլորը իրար վրա գումարելով չի գնար Իրանի թեմ գեցվածքը անմիջապես որդեգրել, ամենալավն է իրեն համար չեզոքությունը։ Իրանի Թուրքիայի պաշտպանության նախարարը ինձ թվում է ստիպված է եղել այսօր հայտարարել, որ ինջիրլիկը ամերիկյան չէ, այլ թուրքական է։ Ամերիկացի զինվորների այնտեղ ներկայությունը դեռ չի նշանակում, որ ինջիրլիկը ամերիկյան է։ Երևի հենց Իրանին էլ ուզում է հավաստիացնել, որ հրթիռները այլևս չուղղվեն դեպի Թուրքիա։ Այո, բայց իրողությունը շատ բարձ է, որ եթե ոչ ուղղակի ամերիկյան, բայց կողմը ՆԱՏՕ-ի ռազմաբազամն է, ռազմախարիսխմն է ինջիրլիկի այդ գարույցը, եթե ոչ ուղղակի Ամերիկայի, բայց ՆԱՏՕ-ի եւ գիտենք, որ ՆԱՏՕ գոչվածինալ գլխավոր աստագը, գլխավոր կորձիչը Միացյալ Նահանգներն է։ Եվ այդ հրթիռները պատահաբար չեն Թուրքիայի տարածքում հայտնվել։ Հրթիռներուն դեռ գանքնողալ չկա։ Այսինքն իրանական կողմը չսավ երբեք, որ այո, մենք արձակեցինք, որովհետև այդտեղ ամերիկյան բազամը կա կամ ՆԱՏՕ-ի բազամը կա, անոր համար արձակեցինք, չսին։ Անոնք դեռ չելան այդ հրթիռներուն։ Ինչպես որ Նախիջևան ինգած հրթիռներուն դեռ չելան։ Բայց թե ոչ հրթիռները, ոչ էլ դրոնները պատահական չեն կարող, չէ՞, հայտնվել որևէ տարածքում։ Անշուշտ որ պատահական չեն կարող, բայց գրնալ որ երրորդ կողմեր շահագործեն այս բանը թագարտիմը նման։ Այդ վարգացն ալգարելի է։ Շատ հետաքրքիր է այս մթնոլորտում ով կամ ինչը կանգնեցրեց Իրանը-ադրբեջանական կոնֆլիկտը։ Իրանը-ադրբեջանական կոնֆլիկտը իսկապես շատ քեր զգայուն խնդիր մնա, որովհետև գիտենք, որ Իրանի հյուսիսային տարածքը ադրբեջանական տարածք է, իրանական Ադրբեջան կգոչվի, մենք հայերենով գսենք ադրբադական եւ այդտեղ բնակող ժողովուրդը որպես ժողովրդական
խավ ժողովրդական հոգեբանություն խիստ դարբեր են Ադրբեջանեն, Ալիևի, Բաքուի իշխանութենեն լուրջ տարբերություն կա երկուքի միջև, բայց ինչ ազդակներ անոնք իրարու գրնան ալավելի մոդեցնել կամ ալավելի իրար մե անչադել, այդ մեկը հարցական է, զարգացումները գրնան թե այսպես, թե այնպես մոդեցնել կամ հեռացնել այդ երկու ժողովուրդը, Իրանի ադրբեջանի ժողովուրդը շատ խաղաղասեր ժողովուրդ է հիմնականին, մենք այդ մեկը ականադես եղանք, անցամբ այցելեցինք մեր այդտեղի առաջնորդարանը եւ առաջնորդ Սրբազանն ալ այդ երաշխի կդվա, որ այստեղ խաղաղ ժողովուրդ մգա ըսելով, մենք այնտեղ հայատյացության նշույլ անգամ չտեսանք, ինչ որ այն երևակայելի պատկեր է Ադրբեջանի Հանրապետության մոտ։ Երկու դարբեր մերձեցումներ, նույն ժողովուրդը, նույն լեզուն, միգուցե նույն մշակույթը կամ նույն գրոնքը, նույն թավանանքը շիայական, բայց մերձեցումներու մեջ լուրջ տարբերություն նկատելի է։ Դե այդ օրերին Ադրբեջանը անգամ զորքեր կուտակեց իրանական սահմանին։ Շատերը կարծում են, որ Բախում անխուսափելի է, բայց շատ արագ շրջադարձ տեղի ունեցավ։ Հակառակը Ադրբեջանը խոստացավ հումանիտար օգնություն Իրանին։ Այո, որովհետև այն ինչ որ գագնգալեին ամերիկյան, իսրայելյան այս պատերազմը գազམ་ագերբողները Իրանի մեջ ներքին բարակդում էր իրենց ցանկությունը, բայց այդ մեկը չստացվեց, չհաջողեցան։ Նույնիսկ փորձեցին քրդական միավորները շարժման անցնել երկրի մեջ խռովություն ստեղծելու համար, անալ չէ ստացված։ Քրդերն ալ անմիջապես կորձիկը չդարձան արևմուտքին։ Միգուցե այս բոլորը ամբողջովին միադար չեն բազում գազམ་ագերբություններ կանոնցում մեգեն մեկը միգուցե որոշ խաղիմը մասնագիցը գրնա ըլլալ, բայց խորը ամբողջական այդպիսի հագումներ չնկատվեցան։ Այն է որ հիմա Թրամփի կողմը քիչ մտահոգ է, անոնք կգարձեին, որ մանավանդ երբ առաջին հարվածով Իրանի վարչագազմի քակաթը գլխավոր գրոնական առաջնորդը եւ սպայագույնի պարստաստիճան սպանելով ամիջապես ծնգաչոք պիտի ըլլար Իրանը, բայց այդպես չեղավ, ընդհակառակը Իրանի ներքին խժդժությունները հիմա մեկ կողմ դրվեցան եւ ամբողջ ժողովուրդը գարձես թեմ է արդակին այս թշնամության դիմաց։ Հիմա այս օրերին հատկապես նավթագազային պատերազմ է ընթանում Իրանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների միջև, բայց հայտնի է, որ Ադրբեջանը Իսրայելին էներգակիրներ է մատակարարում հենց Թուրքիայի տարածքով։ Հիմա դա ինչպես հասկանալ այս բանը։ Հիմա այդ Հուրմուզի նեղուցը, որ փակեց Իրանը, այդտեղի նավթադար նավերու անցքը արգելեց, այդ մեկը համաշխարհային նավթի շուկային վրա իր ազդեցությունը ունեցավ։ Նավթի սագերը մեկ անգամ են լուրջ վերիվայրումներ ապրեցան։ Մեկ սղեց, մեկ ետ ինչավ դարձյալ սղեց, այդտեղ ալեգոզում մբադայեցավ։ Այս բոլորեն մենք տեսան, որ երրորդ կողմերը ավելի շահավետ դուրս սկսան։ Օրինակի համար Ռուսաստանը։ Եվ հիմա իսկապես այլևս լուծումներ ձևավորելու անհրաժեշտություն մգա ամերիկյան կողմին դիմաց։ Ըստ բազին հիմա պատերազմը այլևս խաղաղեցնելու, գասեցնելու, բայց ադիգա առանց ցերկբերում ներկայացնելու ըներնա շատ դժվար է, որովհետև մեծ խոսիգությունով սկսավ ամեն ինչ, եւ հիմա առանց հստակ ցերկբերումներ ունենալու պատերազմը դադրեցնելն է քաղաքական լուրջ գորուստ մնա։